Խաղ 2, երկրորդ խաղի պայմանները այսպիսին են, մենք ունենք քարտեր, որոնց վրա տարբեր պատկերներ կան, մենք պետք է հերթականությամբ, քարտերը շրջելով, մեկ ես, մեկ դու, պատմենք գեղեցիկ պատմություն, հորինենք, կամ հեքիաթ, տեսնենք ինչ կստացվի, ով է սկսում առաջինը, դու, ես, բացեցինք առաջին քարտը, մենք ունենք ժամազարդուցիչ, առավոտյան ժամը 7-ին լսվեց զարդուցիչի ձայնը, ավետ արթնացավ և պատրաստվում էր դպրոց գնալ, հիմա քո հերթն է, ցույց տուր, հետո ավետը գնացել էր, ջրում տեսել էր կրա, դպրոցում, հա, այո, դպրոցում նա տեսավ փոքրիկ գրյա, հաջորդ մեր քարտը, բանան, գրյայի կողքին դրված էր բանան, հետաքրքիր է, գրյաները բանան ուտում են, թե չէ, ինչ ես կարծում ավետ, բանանը գրյայի համար էր դրված, ոչ, չեն ուտում գրյաները բանան, ոչ, լավ, ուղղակի այդպես էր դրված, շարունակիր, հետո որ ինքը չիմացավ, հետո որ չիմացավ ոնց էլ հետի գրային կարելի է, թե չկարելի, հետո ինքը գրայի կողքը տեսել է դելֆին, Դելֆին, գրյայի կողքը դելֆին ինչ էր անում, որտեղից էր եկել դելֆինը, նկար էր դելֆինի, թե իսկական դելֆին էր, իսկական, ձեր դպրոցում իսկական դելֆին կա, Մաս ինչ լավ դպրոցում եք դուք, վсё, 4, այդ օրը դպրոցում մաթեմատիկայի ժամին անցնում էին 4 թվի կազմությունը, ավետ կհիշեցնես ինձ 4 թվի կազմությունը, ոչ, խնդրում եմ, 4-ը կազմված է, լավն է, 4-ը կազմված է 4 շատ մեկերից, այո, 4-ը կազմված է 3-ից և 1-ից, 4-ը կազմված է 2-ից և 2-ից, այո, շատ ապրես, անցանք առաջ հիմա քո հերթն է վերցրու, Возьму карточку 3, 3, և, հետո իրանք նազատ գնացել էին 3-ի կազմությունը, այո, կրկնեցին, երևի նկատի ունես, 4-ը սովորելուց հետո հիշեցին 3-ի կազմությունը, կհիշեցնես ավետ 3-ի կազմությունն էլ, այո, 3-ը կազմված է 2-ից և 1-ից, 3-ը կազմված է 3 հատ մեկերից, 3-ը կազմված է 3-ից և 0-ից, այո, շատ լավ, իսկ հիմա ես վերցնեմ, հա, մատիտ, գրիչ, աղջ, ահա, դասի ժամանակ գրիչով նաև ավետը գրում էր տառեր, այդ օրը սովորում էին որ տառը ավետ, որ տառը սովորեցի, Ռ տառը, Ռ մեծատառ, Ռ փոքրատառ, իդեպ գրիչի մեջ կա Ռ տառը, ցույց կտաս ինձ գրիչի մեջ Ռ տառը որն է, այո, այսպես պահեմ, դա ի տառն է, ոչ, հայերեն, սա, այո, երկրորդ տառը Ռ տառն է, այո, և քո հերթն է, անունս, դիր, 5 տանձ, ինչ եղավ հետո, հետո ավետը եկել է, կերել է 2-ը, որտեղ էր այդ 3-5-ը, որ 2-ը կերել է ավետը, մի ծառի վրա, ձեր դպրոցում ծառ կա տանձի ծառ, որի վրա կար 5 տանձ, դու 2-ը կերար, հա, համով տանձեր էին ավետ, իմ հերթն է, այո, ահա, մենք ունենք գլոբուս,
Այդ օրը տուն վերադառնալուց հետո ավետը գլոբուսի վրա ցույց տվեց, թե որտեղ ենք ապրում մենք։ Այո, այս գլոբուսի վրա չի երևում, բայց ավետը գիտի գլոբուսի վրա որտեղ ենք ապրում մենք, այո, որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետություն։ Հետո շարունակիր։ Հետո ինքը նստել է մեծ փուշիկի վրա, որը թռնում է օդ։ Օդապարիկ։ Այո։ Տնից թռավ ավետը։ Եվ ուր էր գնում այդ օդապարիկը։ Տեղ։ Իսկ որտեղից է օդապարիկ ավետին։ Ինքը դրսում օդապարիկ էր տեսել ու նստեց մեջը գնաց։ Նստեց ու գնաց ավետը օդապարիկով։ Ահա, տեսնենք ուր գնաց ավետը։ Ինչ ես կարծում։ Ավետը 7 մետր բարձր էր գտնվում գետնից եւ այնտեղ վերևում դուք անցել եք 7-ի կազմությունը ավետ։ Հա։ Դուք ասես ինչից է կազմված 7-ը։ Այո։ Չէ, բայց ասա, այո։ Ինչից է կազմված 7-ը։ 7 հատ մեկերից։ Այո։ 7-ը կազմված է 5-ից եւ 1-ից։ 2-ից։ 2-ից։ Ահա։ 7-ը կազմված է 3-ից եւ 4-ից։ Այո, էլ ինչ կարող ենք ասել։ Կարանք ասենք 1-ից եւ 1-ից եւ ինչ։ 1-ին ինչ գումարենք, որ հավասար լինի 7։ 5 1-ին գումարենք 5, ինչ կստացվի։ 7 Ոչ։ 5-ին որ ավելացնենք եւս 1-ը, ինչ կստացվի։ 6 Այո, իսկ այդ դեպքում 6-ին ինչ ավելացնենք, որ 7 ստացվի։ 1 Այո, 7-ը կազմված է, ստացվեց 6-ից եւ 1-ից։ Այո, դեռ չեք անցել, բայց ոչինչ, քո հերթն է։ Հետո որ ավետը տեսել էր, որ ինքը գնացել էր 7 մետր, Ահա։ օդապարիկը ինչ որ ձև կտրվեց ծակ եղավ ու ինքը իջավ ներքև։ Հետո ինքը գնաց, տեսավ մի հատ խնձոր ու վերցրեց գերավ։ Որտեղ էր այդ խնձորը։ Մի ծառի վրա։ Խնձորի համար ցակեց օդապարիկը։ Շատ էր ուզում, չէ՞։ Բա ինչից ծակվեց օդապարիկը։ Մի ծիտիկ իրա Ծիտիկը եկավ, հա, հարվածեց իր կտուցով ու ծակվեց օդապարիկը։ Այո։ Դրա մասին ավետը չէր մտածել, այո։ Տեսնենք հաջորդը։ Ահա,